Բարի կեսօր մեզ նոր միացած հեռուստադիտողներին, ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոշաբաթներ, որի շրջանակում էլ Երևանում մեկնարկեց ապագայի կապի տեխնոլոգիաներ խորագիրը կրող երկօրյա համաժողովը։ Հենց այս համաժողովի մանրամասների մասին այժմ զրուցելու ենք մեր հյուրի հետ, օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանն է մեր տաղավարում, բարի օր։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, դե պատմեք ինչպես անցավ համաժողովը, ինչ տպավորություններով եք եկել։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Նշեմ, որ համաժողովը անցկացվում էր հեռահաղորդակցության տեխնոշաբաթվա ընթացքում, որի շրջանակներում ունեինք մի քանի այլ միջոցառումներ եւս, տարաբնույթ քննարկումներ մեր Հայաստան ժամանած բանախոսների հետ եւ բանախոսների հետ։ Միջոցառումը երկօրյա էր եւ միջոցառման ընթացքում ունեինք ավելի քան 100 մասնակիցներ, տարբեր երկրներից ունեինք բանախոսներ, Հայաստան էին ժամանել բանախոսներ Բելարուսից, Իսպանիայից, Հարավային Կորեայից, Հայաստանից, Ռուսաստանից եւ այլն։ Այ խորագիրը ապագայի կապի տեխնոլոգիաներ, եկեք հասկանանք ինչպես ենք պատկերացնում այդ ապագայի կապը եւ նաեւ համաժողովի ընթացքում քննարկումները դեպի ուր տարան այս թեման։ Հեռահաղորդակցության ոլորտը ամենադինամիկ զարգացող ոլորտներից է եւ հանդիսանում է հիմքը եւ հասարակությունների եւ տնտեսությունների զարգացման։ Մենք անդադ խոսում ենք թվային փոխակերպումից, բայց թվային փոխակերպումը չի կարող տեղի ունենալ առանց կապի զարգացման։ Եվ մենք միջոցառման ընթացքում մեր նպատակն էր խոսել հիմնականում հենց կապի նորագույն տեխնոլոգիաներից, դրանց ներդրման ասպեկտներից եւ քննարկել թե ուր ենք հասել մենք, ուր է հասել աշխարհը եւ ինչպես կարող ենք այդ նորագույն տեխնոլոգիաները ի նպաստ բնակչության ներդնել հնարավորինս արագ եւ արդյունավետ կերպով։ Եվ ինչպես կարող ենք։ Կարող ենք պետական մարմինների աջակցությամբ, բնականաբար կարգավորվող մարմինների աջակցությամբ, միջազգային կառույցների աջակցությամբ եւ իհարկե մեր հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների մեծագույն ներդրումների շնորհիվ։ Գիտեմ նաև, որ խոսել եք նպատակներից մեկն էլ համաժողովի այն էր, որպեսզի հասկանաք այդ նախորդ եւ ներկա ապագա կապի տարբերությունները հիմնական, շատ է էվոլյուցիան, այդ փոխակերպումը շատ տարբեր է։ Էվոլյուցիան շատ տարբեր է ու շատ արագ է առաջ ընթանում, պետք է դինամիկային կարողանալ հետևել, որպեսզի լինենք ժամանակակից եւ կարողանանք այդ թվային փոխակերպումը իրականացնել Հայաստանում։ Բավականին շատ արագ զարգացող է հեռահաղորդակցության ոլորտը եւ մեր նպատակն էր ներկայացնել այդ ամեն ինչը, հասկանալ նախորդ կապի եւ արդի սերունդների տարբերությունը։ Ներկաներին շատ հետաքրքրեց, շատ ակտիվ էր մեր քննարկումները, բավականին հարցերով եւ կարևորում եմ, որ հետադարձ կապ կա եւ զանգում են մեզանից, խնդրում են այդ օրվա ներկայացված պրեզենտացիաները կապ են ուզում հաստատեն բանախոսների հետ, ինչը շատ կարևոր է գնահատելու համար միջոցառման արդյունավետությունը եւ կարևորությունը։ Որ երկրներից էին բանախոսները։ Բանախոսներ ունեինք Իսպանիայից, ունեինք Հարավային Կորեայից, Բելարուսից, Ռուսաստանի Դաշնությունից եւ այլն այդպես։ Ունենք նաեւ on-line բանախոսներ, բայց հիմնականում ժամանել էին Հայաստան 4 օրվա ընթացքում մենք ունեցանք 17 բանախոս, որից 4-ն էին on-line, մնացածը ժամանել էին Հայաստան եւ ներկային ֆիզիկապես, որը շատ արդյունավետ էր։ Այդ բոլոր երկրների հետ համեմատած հետաքրքիր է Հայաստանը հենց կապի տեխնոլոգիաների զարգացման առումով ինչ դիրքեր է գրավում։ Բավականին բարձր կարող եմ ասել, քննարկում էինք այդ հարցը մեր Հարավային Կորեայից եկած ներկայացի հետ, ով լսելով մեր երկրի տվյալները, որը ներկայացում էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը, նշեց, որ բավականին բարձր են մեր ցուցանիշները եւ համեմատելով իրենց երկրի հետ, ասաց, որ նաեւ պետությունը շատ մեծ ներդրումներ է անում դրա մեջ, ինչը շատ կարեւոր է։ Նաև գիտեմ, որ նպատակ եք ուզում դարձնել այս համաժողովը ամենամյա իրականացնել, ինչու։ Ինչ է տալու դա մեզ։ Ինչ է տալու։ Սա շատ կարևոր միջոցառում էր, որովհետև մենք
կարծես թե ամփոփեցինք նախորդ տարիներին արված աշխատանքը ու հասկացանք ուր ենք գնալու։ Ամենամյա դարձնելու դեպքում մենք կարող ենք բոլոր կառույցների հետ միասին նստել մի սեղանի շուրջ եւ քննարկել ինչ ենք արել եւ ինչա պետք անել հետագայում։ Եվ քանի որ ինքը տեխնոշաբաթ է, որի ընթացքում մի քանի միջոցառումներ են լինում, կարող ենք տարանջատել այդ միջոցառումները որպես համաժողով, որպես քննարկում, որպես աշխատարան եւ այլն, ինչը կարծում եմ բավականին արդյունավետ կլինի հետագա մեր քայլերի պլանավորման, ճանապարհային քարտեզի գծագրման համար։ Եվ ինչպես առաջացավ գաղափարը հենց այսպիսի համաժողով ստեղծելու, նաև կարող եք այդ մասին ներկայացնել։ Այս համաժողովը մի քանի կառույցների համագործակցության արդյունքն էր։ Մենք համագործակցում ենք հեռահաղորդակցության միջազգային միության հետ եւ ամառյա ամեն տարի Հայաստանում իրականացնում ենք տարաբնույթ միջոցառումներ։ Առաջին օրվա միջոցառումը նախաձեռնությունը եկել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, ովքեր ցանկանում էին Հայաստանում իրականացնել նմանատիպ միջոցառում եւ համագործակցելով հեռահաղորդակցության միջազգային միության հետ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ իրականացավ այս միջոցառումը։ Երկրորդ միջոցառումը, որի մասին կցանկանայի խոսայի տեխնոշաբաթի ընթացքում իրականացված, դա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացված միջոցառումն էր, որը կրկին իրականացվեց հեռահաղորդակցության միջազգային միության հետ եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Ինչ հաջորդ միջոցառումը, որից ցանկանում եմ խոսել, դա տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների վիճակագրության եւ որակի գնահատման վերաբերյալ աշխատարանն էր, որը կրկին երկօրյա էր եւ որին մասնակցում էին հիմնականում պետական վիճակագրության հետ աշխատող կառույցների ներկայացուցիչներ եւ նաեւ հեռահաղորդակցության ոլորտի մեր օպերատորների ներկայացուցիչներ, ովքեր հենց աշխատում են վիճակագրության տվյալների հավաքագրման, վերլուծության եւ ներկայացման հետ։ Եվ դա ինչ արդյունքներ տվեց։ Սա ինչու էր կարևոր եւ ինչ արդյունքներ տվեց, որովհետեւ մենք ամեն տարի հավաքագրում ենք վիճակագրական տվյալներ, հենց հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ կարող եմ ասել, վերլուծում ենք եւ բնականաբար ներկայացնում ենք միջազգային կառույցներին, հենց ասենք հեռահաղորդակցության միջազգային միությանը, որտեղ էլ արտացոլվում է մեր երկրի առաջընթացը, արդյունքները։ Եվ նման աշխատարան շատ կարևոր էր, որպեսզի կարողանան ճիշտ ձևով հավաքագրվեն, վերլուծեն եւ ներկայացվեն արդյունքները։ Ինչն էլ կրկին բարձր գնահատվեց մասնակիցների կողմից։ Այսինքն ինչ տվյալներ են, կապի որակն եք փորձում հասկանալ։ Կապի որակը, հասանելիությունը, օգտվողների քանակը եւ այլն, կան որոշակի ցուցանիշներ, որոնք հավաքագրվում են, ասենք հեռահաղորդակցության միջազգային միության կողմից։ Այդ ցուցանիշները հավաքագրվում են մեր օպերատորներից, վերլուծվում են վիճակագրական մարմինների կողմից եւ բնականաբար այդ տվյալները, ցուցանիշները տեղ են գտնում որոշակի հաշվետվությունների միջազգային։ Այս առումով որ մարզերն են, որ դեռ ունեն խնդիր կապի որակի եւ հասանելիության բարձրացման։ Ցեք մեր Հայաստանում բավականին բարձրատ տվյալներ է վիճակագրական։ Մենք ունենք 100% ծածկույթ, մոբայլ ծածկույթ, բայց բնականաբար մենք ունենք հեռավոր մարզեր, որտեղ այնքան էլ լավ չի որակը եւ կամ ընդհանրապես բացակայում է հասանելիությունը։ Մեր նպատակն է հիմնականում այդ մարզերը նաև հավասարաչափ զարգացման համար եւ թվային տեխնոլոգիաների օգտագործման համար ապահովել հասանելիություն նաև։ Այսօր ընդհանուր առմամբ ինչ մարտահրավերներ կան կապի որակի բարձրացման ուղղված, որ պետք է հաղթահարել։ Հետևել նորագույն տեխնոլոգիաների ներդրման, այդ ամենը պահանջում է բավականին շատ ներդրումներ եւ անընդհատ փոխվում է եւ որպեսզի կարողանանք վերջին նորագույն տեխնոլոգիաներ իրարենք, մեզ անհրաժեշտ են բնականաբար բավականին շատ ներդրումներ, ինչն էլ կարծում եմ մարտահրավերներից մեկն է։ Նորագույն տեխնոլոգիաներից ենք խոսում եւ չեն կարող չնշել Starlink-ի մասին, որը Հայաստանում կարծես թե եւս ներդրվել է արդեն, սա ինչ հնարավորություններ է ստեղծում մեզ համար։ Starlink-ը եւս մի հնարավորություն է, որ Հայաստանում մենք ունենանք արբանյակային կապ, ինչը մեր մոտ բացակայում էր, եւ դա էլ կարելի է ասել նորագույն տեխնոլոգիաներից մեկն է, որ վերջերս արդեն մեր բնակչությունը հնարավորություն ստացավ ստանալու։ Կարևոր է, որովհետեւ արբանյակի միջոցով կապը արդեն ամբողջ աշխարհում շատ լայն տարածում է գտնում, ինչն էլ նաև մեր երկրի առաջընթացի համար ինձ թվում է կարևոր գործողություններ, որ մենք ունեցանք ու ստացանք։
Եկեք նաև խոսենք օպերատորների միության ընդհանուր գործունեությունից, ինչ ծրագրեր եք հասցրել իրականացնել այս տարի։ Եվ որոնք են, որ արժևում են։ Այո, օպերատորների միություն հիմնական նպատակն է հանդիսանում ոլորտի բարելավումը, ինչպես նաև ինտերնետ հասանելիությունը յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր համայնքում եւ յուրաքանչյուր տանը։ Մենք ունենք մի շարք ծրագրեր, որոնցից երկուսի մասին կարող եմ այս պահին ցանկանամ այս մասին խոսել։ Մեկը հենց հեռավոր մարզերում ինտերնետ հասանելիության ապահովման ծրագիրն է։ Մենք ունենք մարզեր, որտեղ համայնքներ ավելի ճիշտ, ոչ թե մարզեր, որոնք հեռավոր են եւ օպերատորների համար բիզնես տեսանկյունից հետաքրքրություն չեն։ Բոլոր մարզերում ունենք որոշակի համայնքներ, որոնք հեռու բնակավայրեր են, գտնվում են լեռնային գոտիներում, հասանելիություն հասցնել այդտեղ լայնաշերտ ինտերնետի բավականին դժվար է եւ որոշակի ծրագրերի օգնությամբ մենք նաեւ փորձում ենք այդ մարզերին հասանելիություն ապահովել։ Ինչպես եք փորձում, եկեք բացենք այդ գաղտնիքները մեր հեռուստադիտողների համար։ Մենք այս տարի նախորդ տարի ավելի շուտ հասանելիություն ենք ապահովել Արարատի մարզի 7 համայնքներին եւ ոչ միայն հասանելիություն ենք ապահովել, այլ նաեւ տվել ենք թվային գրագիտության դասընթացներ, փորձելով բարձրացնել մարդկանց աշխատուժի պոտենցիալը, որպեսզի կարողանան օգտագործել թվային տեխնոլոգիաների կիրառմամբ գտնեն աշխատանք, կարողանան իրենց մարզը զարգացնել, իրենց համայնքը զարգացնել, իրենց արտադրած պրոդուկտը վաճառել on-line եւ այլն։ Սա կարևոր է ոչ միայն հասանելիություն ապահովելու առումով, այլ նաև այդ համայնքի թվային գրագիտության բարձրացման առումով։ Երկրորդ ծրագիրը, որը նույնպես կարևորում է միության իրականացրած, դա նաև երեխաների առցանց անվտանգության ապահովման ուղղված ծրագրերն են, որը ամեն տարի իրականացնում ենք եւ անցկացնում ենք դասընթացներ, հանդիպումներ ծնողների, երեխաների եւ ուսուցիչների հետ բարձրացնելու, ներկայացնելու խնդիրները, ցույց տալու թե ոնց պետք է լինեն ինտերնետ տիրույթում անվտանգ եւ կիրառեն տեխնոլոգիաները անվտանգ կերպով։ Այստեղ եկեք հասկանանք իսկապես ինչ խնդիրներ եւ ռիսկեր կան, որովհետեւ շատ խոցելի եւ միևնույն ժամանակ կարեւոր թեմա է։ Տեսեք, ռիսկերն ու խնդիրները անընդհատ փոփոխվում են, ինչպես ոլորտն է դինամիկ կերպով զարգանում, այդպես էլ այդ ոլորտի հետ կապված ռիսկերն ու խնդիրներն են բարձրանում եւ շատ կարեւոր է, որ անընդհատ լինեն տեղեկացված, անընդհատ հասանելի լինի այդ խնդիրների մասին ինֆորմացիան, որպեսզի մարդիկ չվնասեն իրենց երեխաները առաջնահերթ ու խարդախություններին տեղյակ լինեն եւ այլն։ Այստեղ ուզում եմ նշել, որ բացի այն, որ երեխաները կարողանան ճիշտ դիրքավորվել, այսպես ասած, սոցիալական տիրույթում, կարևոր է նաեւ ծնողների վարքագիծը, որովհետեւ օրինակ շատ դեպքերում, հենց պրակտիկ օրինակ բերենք, հա, ծնողները իրենց փոքրիկ երեխաների լուսանկարներն են տեղադրում իրենց սոցիալական հարթակներում, օրինակ շատ փոքրիկ երեխայի մերկ լուսանկարը, որը կարծում եմ ռիսկեր է պարունակում եւ ծնողներին պետք է իրազեկել այս մասով։ Այո, շատ կարևոր հարց եք բարձրաձայնում։ Մեր տրեյնինգների ընթացքում հենց այդ հարցն էլ երեխաների հետ եւ ծնողների հետ քննարկվում է եւ առաջարկվում է երեխաներին միշտ նայել թե ինչ են տեղադրում on-line, բայց այսօրվա արդի խնդիրներից է արհեստական բանականության հետ կապված խնդիրները, որովհետեւ շատ մեծ տարածում է գտնում, երբ երեխաներին զանգում են ծնողի ձայնով, ծնողի կողմից վիդեո զանգով եւ օրինակի համար ինչ որ բան են առաջարկում, հա, գումար հանել տալ ինչ-որ մեկի կամ նստել այսինչ մեքենան եւ գնան, ամբողջ աշխարհում շատ մեծ տարածում է գտնում, որտեղ շատ հեշտ է ընդամենը մի քանի վայրկյան 30 վայրկյանանոց վիդեո ունենալով on-line կարող են ձեր ձայնի եւ ձեր միմիկաների հիման վրա այլ ձայն, այլ տեքստ տեղադրել եւ խաբել երեխաներին, հա, իսկ հաճախ երեխաները ծնողների հետ խոսում են տեսազանգի կամ հեռախոսազանգի օգնությամբ եւ ամենակարևոր զգուշացումը, որ այս պահին տալիս ենք մենք երեխաներին, որ ուշադիր եղեք, անպայման ստուգեք, անպայման տեսեք, արդյոք ձեր ծնողն է ձեզ ասում ձեր գումարը հանեք տվեք ուրիշին կամ ինչ-որ մի բան։
Այնպես որ խնդիրները ինչպես տեխնոլոգիաներն են զարգանում, հա, բոլորս այս պահին շատ ողջևորված ենք արհեստական բանականությամբ, բայց նաև պետք է դիտարկենք արհեստական բանականության հետ եկող խնդիրներն ու վտանգները հենց երեխաների համար։ Իսկ ինչ եք առաջարկում այն երեխաների ծնողներին, որոնց երեխաները դեռ անչափահաս են, օրինակ 15-16 տարեկան են եւ արդեն օգտվում են համացանցից, բնականաբար այնպես չի, որ 18 տարեկանում արդեն լիովին ապահովագրված են, բայց հատկապես անչափահասների պարագայում դա շատ ավելի ռիսկային է։ Տեսեք, այս շատ հարաբերական է երեխաների հետ վարվելաձևը տվյալ պարագայում, հա, որովհետև ծնողները ավելի քիչ են դիրապետում տեխնոլոգիաներին, քան երեխաները։ Եվ մի մոտեցումը ծնողի կողմից տվյալ երեխային կարող է այլ լինել, այլ արձագանք լինել կամ նույն մոտեցումը այլ երեխայի վերաբերյալ։ Ինչու որտեղ վերջերս քննարկում էինք անում երեխաների հետ, թե ինչ կուզեք ձեր համար անենք, հենց այդ հարցը մի քանի երեխաներ ասցին, որ կուզենանք, որ մեր հեռախոսի վրա լինի ծնողական վերահսկողություն։ Երեխաները, այո։ Արդեն լավ է։ Այո, 2-3 երեխա այդպես ներկայացրեց, բայց մնացած 17-ը շատ կտրուկ դեմ էին, ինչպես թե մեր ծնողները, ձեր ասած մինչև 15 տարեկան երեխաների հետ էր քննարկումը։ Այսինքն այն երկու երեխան բարձ գիտակցում էին խնդիրները, բարձ գիտակցում էին, որ ծնողը կարող է աջակցել այդ պահին, իրենց արգելափակել, ինչ որ կայքեր կամ թույլ չտալ, ինչ որ երկար նստել համակարգչի վրա։ Իսկ մնացածի մոտ արձագանքը շատ խիստ բացասական եղավ տվյալ պահին։ Դրա համար մի մոտեցումը կարող է առաջարկենք ծնողներին տեղադրել ծնողական վերահսկողություն, շատ ավելի վատ արձագանք լինի երեխաների կողմից, քան թե բան։ Դրա համար մենք առաջարկում ենք ծնողներին ընկեր լինել երեխաների հետ, այսինքն հեռվից հետևել, թե ինչով են զբաղվում երեխաները, երեխաներին հնարավորություն տալ բաց քննարկելու, որովհետև երբ որ երեխաները ունենում են խնդիր համացանցում, երբեմն վախենում են իրենց ծնողներին տեղեկացնել այդ մասին։ Ինչու, որովհետև մտածում են, որ ծնողը կասի դու ես մեղավոր, ինչու ես սա արել, դու սա պետքա չաներ եւ այլն։ Դրա համար մեր առաջարկը ծնողներին լինել ընկեր ձեր երեխաների հետ եւ լսել իրենց խնդիրները ու խնդրի դեպքում, որպեսզի երեխան չփակվի իր մեջ ու ինքնուրույն չփորձի լուծի խնդիրը։ Որովհետև ի վերջո պարզապես երեխային զերծ պահել այդ ամենից, ենթադրենք չտալ հեռախոս կամ ինտերնետային հասանելիությունը ուղղակի արգելափակելը, կարծում եմ սրացնելու է խնդիրը, որովհետև ինչ որ մի օր երեխան ուզելու է այդ արգելված պտուղից օգտվել։ Շատ ճիշտ է եւ իմաստ չունի, որովհետեւ այսօր մեր դպրոցական դասակարգերը հենց QR կոդերով են, որոնք առաջարկում են գնալ եւ դիտել այսինչ մուլտֆիլմ, այսինչ նյութը նայել եւ այլն։ Չես կարող երեխայի զրկել հեռախոսից կամ համակարգչից օգտվելուց։ Պարզապես եւ բացի այդ երեխան հետ կմնաս իր հասակակիցներից, որովհետեւ կխոսեն լրիվ տարբեր լեզվով։ Ես որ նայում եմ երեխաները այս պահին ինչեր են քննարկում իրար մեջ, ինչերից են խոսում, երբեմն մեզ մեծահասակներից անհասկանալի է իրանց նայածը, իրանց քննարկածը, իրանց հետաքրքրությունները։ Եվ եթե զրկել երեխային, կլինի երեխան մեկուսացված իր շրջապատից, ինչը շատ սխալ է։ Պարզապես պետք է վերահսկել երեխայի արածը ոչ բացահայտ կերպով երեխայի համար։ Կամ գուցե ի սկզբանե ճիշտ խոսել, զրուցել, հաղորդակցվել երեխայի հետ, որովհետև այդ կապը իսկապես կարևոր է, պարզապես հեռվից հետևելը եւ ստուգելը գուցե շատ այդքան արդյունավետ չլինի, եթե երեխային ճիշտ չբացատրենք իրավիճակը։ Այո, բնականաբար պետք է տեղյակ պահել խնդիրներին, պետք է բացատրել, բայց շատ հաճախ ծնողն էլ տեղյակ չի լինում, ինչը կարծում եմ ստեղ նորից պետք է լինի համագործակցային, այսինքն դպրոց, ծնող, հեռուստատեսություն, մեդիա, որը նաև երեխաներին կօգնի, երեխաները ամբողջ օրը մեդիայի մեջ են, երբ որ ճիշտ ինֆորմացիա լինեն, ճիշտ ռոլիկներ լինեն երեխաների համար, երեխաներն էլ ավելի լավ կպատկերացնեն իրենց սպառնացող վտանգները ու ոնց դրանցից զերծ լինել։ Դրա համար սա պետք է լինի համագործակցային ինչ-որ մի բան, մտածել, որ ծնողը խոսեց բավական է կամ ուսուցիչը մեկ անգամ այդ ամենի մասին պատմեց բավական է, չէ, այդպես չի կարող լինել, որովհետև ինչպես նշեցի, շատ արագ է փոփոխում, ինչի մասին մենք պատմում ենք նախորդ տարի ուսումնական տարվան, այս պահին արդեն արդի չի։ Եվ հետաքրքիր է ձեր այդ հանդիպումներն ու քննարկումները ծնողների ու երեխաների հետ ինչ պատկեր են ցույց տալիս առհասարակ իրազեկվածության նաև առումով եւ ընդհանուր հմտությունների։ Ուրեմն
եթե դիտարկենք, հա, ինչ պատկեր է դպրոցներում ուսուցիչների մոտ, հիմնականում երեխաները բավականին իրազեկված են, երեխաները տեղեկացված են, երեխաները գիտեն ինչ կարող է իրենց սպառնալ, բայց երբ իրավիճակային որևիցե դերային բան է իրենց առաջարկում, իրենք պատրաստ են այդ բոլոր իրենց իմացած ինֆորմացիան մոռանալ եւ անել այն, ինչ չի կարելի, որովհետեւ արդեն տակարյուն մեջ է խոսում այն ինչ որ մի բան ու այսինքն տեսականորեն գիտեն, բայց պրակտիկ չեն կարողանում Պրակտիկորեն երբեմն օգտագործում են, բայց պատրաստ են բոլոր արգելքների վրայով անցեն, բոլոր իրենց գիտելիքները մոռանան, երբ որ ինչ-որ իրավիճակ է ստեղծվում կամ կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվում կամ չգիտեմ, ինչ-որ առաջարկ են ստանում եւ այլն, որը իրանց հետաքրքիր է թվում, իրանք արդեն պատրաստ են այդ ամբողջ իրանց տեսակյան գիտելիքները, բայց շատ հստակ իրանք կարող են բոլոր չի կարելիները եւ բոլոր պաշտպանվելու ձևերը իրանք կարող են քեզ ներկայացնել, նույնիսկ մեզանից շատ բան են մեզ ասում, ասենք բայց հենց խոսում ես մի իրավիճակ, որտեղ իրանք արդեն պատրաստ են ինչ-որ իրավիճակի մեջ հայտնվելու, հասկանում ես, որ իրանք մոռացան այդ իրանց տեսական գիտելիքները։ Դրա համար անընդհատ սա անընդհատ process է ուսուցչի կողմից, անընդհատ process է ծնողի եւ մեր նման կազմակերպությունների կողմից եւ նաեւ բնականաբար պետության աջակցությունը պետք է լինի այս ամեն ինչի մեջ։ Շնորհակալ եմ շատ Քրիստինե բովանդակային ու կարևոր թեմաների շուրջ զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ եւս։ Դե ինչ սիրելի հեռուստադիտող, այսպիսով ամփոփենք մեր այսօրվա եթերը, ձեզ խաղաղ, դրական ու հետաքրքիր կիրակի օրվա շարունակություն, ձեզ համար տաղավարում աշխատեց Աննա Կոստանյանը եւ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։